Գյումրիի քաղաքապետին առաջադրված նոր մեղադրանքով նախադեպ է ստեղծվում մարդուն քրեական հետապնդման ենթարկել իր կարծիքը բարձրաձայնելու համար, ահազանգում է անցած շաբաթ կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված Վարդան Ղուկասյանի փաստաբանը։ Շաբաթ օրը Ղուկասյանի քրեական հոդվածներին ևս մեկն ավելացավ, այս անգամ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչը։ Իսկ մեղադրանքն առնչվում է անցած ամիս Ղուկասյանի լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մտքերին, թե որ միության կազմում է ինքը տեսնում Հայաստանը։ Մարդը կարծիք է հայտնել, որ ըստ էության այդ միությանը ինքը կողմ է, որ Հայաստանն էլ անդամակցի, պահպանելով Հայաստանի անկախությունը։ Բացառապես այդ կարծիքն է մեղադրանքի հիմքում։ Հարցազրույցներում տրված այդ հարցերին տրված պատասխանները նախաքննական մարմինը որակել է որպես հանցավոր, գտնելով, որ իբր Վարդան Ղուկասյանը Հայաստանի անկախությունից հրաժարվելու կոչեր է հնչեցնում։ Վարդան Ղուկասյանն այս նույն դիրքորոշումը հայտնել էր նաև ամիսներ առաջ, օրինակ համայնքապետ ընտրվելու, հետո իր պաշտոնամուտի օրը։ Կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։ Գարնանը որևէ քրեական վարույթ չէր հարուցվելու, Ղուկասյանի կարծիքը չէր դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ։ Իմի բերելով ժամանակագրությունը փաստաբաններն անմիջական կապ են տեսնում Ղուկասյանին հանրային ու քաղաքական դաշտից դուրս շպրտելու վարչապետի հայտարարության ու մոտ մեկ ամիս անց հարուցված քրեական վարույթի միջև։ Նախաքննական մարմինը ամիսներ անց, որտեղ այդ հարցազրույցները մինչև վարչապետի ազգային ժողովում ունեցած հայտնի ելույթն է հնչեցվել։ Հիմա ամիսներ անց բռնեցին, գտան, որ դա էլ է հանցագործություն, մեղադրանք առաջադրեցին անձին իր արտահայտած կարծիքի համար։ Իրավաբանորեն կորակեն որպես քրեական հետապնդում ազատ խոսքի եւ կարծիքի համար։ Ուրիշ ոչինչ։ Անցած շաբաթ, երբ խորհրդարանում վարչապետին իր թիմակիցներից մեկը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետապնդման մասին հարց տվեց, Փաշինյանը հորդորեց Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի հետ տեղի ունեցածը կապել ոչ թե իր, այլ հենց Վարդան Ղուկասյանի գործողությունների հետ։ Ասում են Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Իմ մտքերի Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի եւ գործողությունների պատճառով։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարող օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ո՞նց կարող օգտագործվի ինչ որ մեկի դեմ։ Մինչդեռ փաստաբանը համեմատում ու հարցնում է, իսկ Եվրամիությանն անդամակցելու մասին օրենքի նախաձեռնողների նկատմամբ ինչու քրեական վարույթ չի հարուցվում։ Դրանից մի որ ժամանակ առաջ Եվրամիությանը անդամակցելու օրենք չընդունեց Հայաստանի Հանրապետությունը։ Երկուսն էլ միություն են, ինչ տարբերություն։ Ոնց եղավ, որ այդ միությանը անդամակցելու շուրջ Վարդան Ղուկասյանի կարծիքը հանցավոր է, բայց Եվրամիությանը անդամակցելու կապակցությամբ օրենք ընդունողները հանցավոր չէ։ Արդեն մեկ շաբաթ անազատության մեջ գտնվող Ղուկասյանին այսօր փաստաբանները տեսակցել չեն կարողացել։ Կենտրոն քրեակատարողական հիմնարկ փաստաբաններից մեկի մուտքն արգելվել է։ Խոչընդոտեցին ըստ էության Արնոտ Վարդանյանի փաստաբանի մուտքը Վարդան Ղուկասյանի մոտ, սա էլ ճշմարտ եւ ապօրինության մեկ այլ իրավիճակ է, երբ արդեն կոնկրետ պաշտպանության իրավունքին է խոչընդոտում Վարդան Ղուկասյանը։ Անցած շաբաթվա իրադարձություններից հետո Ղուկասյանից ու քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներից բացի եւս 41 մարդ է մեղադրյալի կարգավիճակում հայտնվել։ Անցած երկուշաբթի քաղաքապետին ձերբակալելու համար Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու քաղաքապետարանի դիմաց հավաքված Ղուկասյանի աջակիցների միջև բախում եղավ։ Քննչական կոմիտեն հենց նույն օրը վարույթ հարուցեց զանգվածային անկարգությունների ու գործի քննությանը միջամտելու հոդվածներով։ Այս մի գործով արդեն 24 մարդ է կալանավորվել, 15-ը տնային կալանքի տակ է, մեկը վարչական հսկողության։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը այս գործով եւս վստահորդներ ունի ու կարծում է, սա մեսիջ է հանրությանը։ Դա ըստ էության ոչ թե պայմանավորված է այդ ինքնաբուխ շտաբ հավաքի մասնակիցների վարկագծով, այլ սա մեսիջ է ամբողջ հանրությանը, սա իմ կարծիքն է եւ իմ համոզմունքն է, որ սա մեսիջ է ամբողջ հանրությանը, որ իշխանությունը պատրաստ է ճնշելու ցանկացած այլախոհություն կամ ցանկացած բողոքի ցույց,
որը հաճո չի լինի իշխանական օրակարգի։ Այս գործով կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, կանավագանու անդամներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, կոմունալ բաժնի աշխատակիցներ, վարորդներ ու հավաքարարներ։ Շաբաթվա վերջին ձերբակալված կրթության բաժնի 3 կին աշխատակիցներն, այդ թվում ԿՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը, տնային կալանքի տակ են։ Գործում մեղադրյալ ներգրավված մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս անչափահասը տնային կալանքի տակ է։